Top 10 նյութերի ամփոփումը Եվրամեդիա 24-ի եթերում։ Ալյանս կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը հայտարարել է, ընտրություններով Հայաստանում իշխանափոխություն կարող է տեղի չունենալ, քանի որ իր խոսքով իշխանությունները նախապես պատրաստել են ընտրակեղծիքների մեխանիզմներ։ Նա նշել է, ընդդիմության նպատակը արմատական ընտրազանգվածի մոբիլիզացիան եւ փողոցային ճնշումն է։ Ուրիխանյանը նաեւ կողմ է արտահայտվել ծայրահեղ խիստ պատժամիջոցներին, այդ թվում մահապատժի վերականգնման գաղափարին։ Միաժամանակ նա հայտնել է, որ ԿԸՀ-ն մերժել է իր թեկնածության գրանցումը վերջին 4 տարում Հայաստանում բնակվելու տեղեկանքի բացակայության պատճառով, սակայն որոշումը բողոքարկվել է դատարանում։ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչները այցելել են Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը պատվիրակությանը ներկայացրել է ընտրական օրենսդրական կարգավորումները եւ դիտորդական գործընթացները։ Հայտարարվել է, որ ԱՊՀ-ն դիտորդական առաքելություն է իրականացնելու 2026 թվականի ազգային ժողովի ընտրություններում։ Կողմերը քննարկել են դիտորդական կազմակերպությունների իրավունքներն ու պարտականությունները։ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն հայտարարել է, որ ավարտվել են Հայաստանի եւ Թուրքիայի միջև ուղիղ առևտրի մեկնարկի նախապատրաստական աշխատանքները։ Այժմ թուրքական արտահանողները կարող են պաշտոնապես Հայաստանը նշել որպես վերջնական նպատակակետ։ Մինչ այս հայկական բեռները հիմնականում անցնում են երրորդ երկրների միջոցով, վերարտահանման սխեմաներով։ Նոր կարգավորումից հետո Հայաստանի Հանրապետության տնտեսավարողները կկարողանան անմիջապես ներմուծել թուրքական ապրանքներ իրենց անունով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է մայիսի 28-ին Հանրապետության հրապարակում կայանալիք շքերթից հետո ռազմական տեխնիկան ամբողջ օրը կմնա Տիգրան Մեծի պողոտայում, որպեսզի քաղաքացիները կարողանան տեսնել այն եւ հպարտանալ նոր բանակով։ Նրա խոսքով Հայաստանը այսօր արդեն ունի նոր որակի բանակ, նոր զինատեսակներով եւ նոր տրամաբանությամբ։ Փաշինյանը քաղաքացիներին կոչ է արել մայիսի 28-ին գալ Հանրապետության հրապարակ եւ ամեն ինչ տեսնել սեփական աչքերով։ Ռուսաստանի Դաշնության Պետդումայի падգամավոր Ալեքսեյ Չեպան հայտարարել է. Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը պառակտում եւ քաոս է սերմանում Հայաստանում։ Նրա խոսքով վարչապետը փորձում է միաժամանակ լինել եւ Եվրամիությունում, եւ ՀԱՊԿ-ում, եւ ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններ զարգացնել։ Չեպան քննադատել է նաեւ եկեղեցու դեմ իշխանությունների քաղաքականությունը եւ խոսել հնարավոր ժողովրդական ընդվզումների մասին։ Ռուս падգամավորը նույնիսկ կասկածի տակ է դրել Հայաստանում ռուսական ռազմաբազայի ապագան։ Նա պնդել է, որ Փաշինյանի քայլերը կարող են ծանր հետևանքներ ունենալ Հայաստանի համար։ ԵԽԽՎ նախընտրական պատվիրակությունը հայտարարել է, որ Հայաստանի ընտրությունները պետք է անցկացվեն առանց արտաքին միջամտության եւ վարչական ռեսուրսի չարաշահման։ Պատվիրակությունը մտահոգություն է հայտնել կիբերհարձակումների, ապատեղեկատվության եւ քաղաքական ֆինանսավորման շուրջ։ Հայտարարությունում հիշատակվել են նաև Ռուսաստանի կողմից Սփյուռքի քվեարկության վրա հնարավոր ազդեցության վերաբերյալ տեղեկություններ։ ԵԽԽՎ-ն խոսել է նաև ընտրակաշառքի ճնշումների եւ քաղաքական բևեռացման մասին։ Եվրոպացի դիտորդները հայտարարել են, ընտրությունների ամբողջականությունը լուրջ սպառնալիքների առաջ է կանգնած։ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քլիչը մեկնաբանել է Հայաստանի հետ առևտրային սահմանափակումների վերացումը։ Նա հայտարարել է, որ սա կարևոր քայլ է տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման ուղղությամբ։ Քլիչի խոսքով գործընթացը իրականացվում է Թուրքիայի նախագահի հանձնարարությամբ։ Թուր Պաշտոնյանն ընդգծել է, որոշումը օգտակար կլինի թե երկու երկրների գործընկերների, թե ամբողջ տարածաշրջանի համար։ Ականատես դիտորդական առաքելությունը հայտարարել է, որ Արագածոտնի մարզում դպրոցների աշակերտներին ու ուսուցիչներին 10-երի ժամին կազմակերպված ձևով տարել են քաղաքացիական պայմանագրի նախընտրական քարոզարշավին։ Ըստ դիտորդների երեխաներին բաժանվել են դրոշներ, տրվել արտաքին տեսքի եւ մասնակցության պարտադրողական ցուցումներ, իսկ որոշ դպրոցներում դասերը կրճատվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցի համար։ Նշվում է, մի շարք տնօրեններ եւ ուսուցիչներ անձամբ են համակարգել աշակերտների մասնակցությունը։ Իրազե քաղաքացիների միավորումից Դիր Դանիել Իոնիսյանը հայտարարել է. մինչև կես միլիոն դրամ պարգև կտրվի այն մարդկանց, ովքեր կապացուցեն, որ մասնակցությունը եղել է հարկադրանքի միջոցով։ ԿԳՄՍ նախարարությունն ու ԿԸՀ-ն արդեն հայտարարել են, ուսումնասիրելու են տեղի ունեցածը։
Ադրբեջանական գերության մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը հայտարարել է, իր նկատմամբ ընթացող դատավարությունը էթնոքաղաքական վենդետա է։ Նա հայտնել է, որ անհետացել է վերաքննիչ դատարան ուղարկված իր բողոքները եւ խոչընդոտվում է միջազգային դատարան դիմելու գործընթացը։ Բաբայանը մանրամասն պատմել է դատավարության ընթացքում տեղի ունեցած խախտումների, կեղծ վկաների եւ ճնշումների մասին։ Նա դիմել է միջազգային հանրությանը, պահանջելով արձագանքել իրավիճակին։ Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյան հայտարարել է, պայքարում է արդարության եւ մարդու իրավունքների պաշտպանության համար։ Ռուսաստանի Դաշնության Կոմկուսի առաջնորդ Գենադի Զյուգանովը Պետդումայում պահանջել է այլևս չընդունել Նիկոլ Փաշինյանին Մոսկվայում։ Նա կոշտ քննադատել է Երևանում Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկու հայտարարությունները եւ դրանք անվանել նվաստացում Ռուսաստանի համար։ Վերջինս հայտարարել է, որ Փաշինյանի գործողությունները վիրավորել են Ռուսաստանին, նույնիսկ մեծ տոնի նախաշեմին։ Ռուս քաղաքական գործիչը հարց է բարձրացրել, թե ինչու են Մոսկվայում շարունակում ընդունել Հայաստանի վարչապետին։